Ողջույն բոլորին, հուսով եմ բոլորը դե լավ եք սիրելիներս, ահա որ շոկ է, դրա համար այսպես շորտով և այս թեթև հագնված գնում ենք մեր սահմանին մոտիկ, բելգիական առևտրի կենտրոն, արդեն նվերներ գնելու, Հայաստանի համար նվերներ են գնելու, հյուրերը գնացել են արդեն, հանգիստ էինք, չնայած հյուրերի հետ էլ էին գնում խանութներ, մի խոսքով, արդեն նկատի ունեմ, որ մեր մտածմունքը դեպի Հայաստանն է և այս պահին դեպի նվերները, եթե հետաքրքիր է գնանք, տեսնենք այնտեղ ինչ ապրանքներ կան, որովհետև անցած տեսանյութերում շեշտեցի, որ Լիլ քաղաքում կան այդպես խանութներ, այնպիսի բրենդներ, որոնք կան, Բելգիայում, Լիլում չկան, թարս ասեցի, մի խոսքով գնանք, տեսնենք ինչեր կա, ինչ գնումներ են կանում, ինչ ենք անում, թե Կարենի կողմի համար, թե իմը համարյա, թե ես մի քիչ ավարտել եմ, քիչ բան է մնացել, հիմա գնացինք ժողովուրդ ջան։ Այս քաղաքը շատ մոտ է մեր քաղաքին, բայց մենք չենք գնում քաղաքի կենտրոն, առևտրի կենտրոնը մինչ քաղաք հասնելն է և այս գեղեցիկ ծառուղիով ենք անցնում, շենքեր են արդեն երևում, նշանակում է ուր որ է մենք կհասնենք, առաջին անգամն ենք գնում այս առևտրի կենտրոնը, տեսեք ինչ գեղեցիկ ծառուղի է և աջ կողմում շատ հետաքրքիր հին շենք գրավեց, հիմա դուք էլ կտեսնեք, ամեն դեպքում շատ գեղեցիկ ճարտարապետություն է և միշտ նշում եմ, որ նման է մեր քաղաքի ճարտարապետությանը, ֆլամանդական ոճն է այստեղ տիրում, դե արդեն տեղ ենք հասել, Բաստիոն առևտրի կենտրոնն ենք եկել, տեսեք ինչ լավ մեծ ավտոկայանատեղի է, մի քանի հարկերով, քանի որ Սեյատուղն է քաղաքի առևտրի կենտրոնում կար, մեր քաղաքում չկար, որոշել էինք գանք, հիմա պտտվում ենք, շատ մեծ առևտրի սրահ է, տեսնենք թե ինչ կա, ինչ չկա, ինչ ենք կարողանում գնել, Կարենի հետ եմ, շատ երկար չեմ կարող խոսել ու նկարել, առայժմ։ Արդեն նշեցի, որ առաջին անգամն ենք նման առևտրի կենտրոնում և ընդհանրապես բելգիական խանութներում, ուստի շատ հետաքրքիր է նմանեցնել նաև մեր խանութներին և փնտրել նոր տեսականի, նոր ապրանքանիշեր, այնպես որ սիրելիներս տեսնենք, թե նաև ինչ ֆիրմաների կոշիկներ, հագուստներ, ինչ տեսականի կա այս առևտրի կենտրոնում և ինչ գներ են, սրահները միացնում են այդ մեծ միջանցքով, որտեղ կան ռեստորաններ, ինչպես ամենուր և երեխաների համար զվարճալի նման կարուսելներ, առաջին խանութը, որ մտանք, դա Ժակ Ժոնն է, որը մեզ մոտ էլ կա, այսպես նայում ենք, ուսումնասիրում ենք գներ, տեսակներ, որը որ հետաքրքրում է, մոտիկից եմ ես նայում և սրահներում շատ մարդ կա, հետո չգիտեմ այստեղ թույլատրում են թե ոչ, բայց փորձում եմ նկարել։ Հիմա արդեն գեսի խանութում ենք, փաստորեն այստեղ առանձին գեսի խանութ կա, ես չեմ նկատել Լիլում, որ առանձին խանութ լինի, գեսի պայուսակներ տեսել եմ Բեսոնում և կոշիկների բաժին Պղենտանում, նշեք, եթե որևէ մեկը տեղյակ է, ամերիկյան ֆիրմա է, ոչ թանկ և շորերի այդ մոդելները հայկական ձևի են, դե այստեղ էլ արդեն տեսնենք ինչեր կան, շորերի փաստորեն մեծ այսպես խանութ է, առաջ եկանք, Սեա էինք փնտրում, Սեան գտանք, մտնենք ներս, տեսնենք ինչ զեղչեր են արված և տեսնում ենք, որ զեղչերն ինչ է, լիքը ապրանք լցված են, կախիչներից, ինչքան շատ բան կա, այստեղ փնտրելն էլ է դժվար, բայց ինչ փնտրում ենք չգտանք։ Ժողովուրդ ջան, եկել ենք Տուղնոյ քաղաքը, բելգիական Տուղնոյ առևտրի կենտրոնը և բնականաբար զուգան ենք մտել, զուգանը վճարովի է, 60 սանտի, առաջին անգամ տեսա, որ այստեղ Եվրոպայում պիտի վճարենք զուգանի համար։ Դե գնանք Ֆրանսիա, հարգելի հետևորդներ, ուղղությունը այսպես է տանում քաղաքի գետի ափով և շուտով կթեքվենք դեպի աջ, տեսեք ինչ սիրուն է մուտքը, դուրս շատ եկավ և արդեն ելքը, ուղղությունը դեպի Ֆրանսիա,
Շատ հաճելի երաժշտություն է հնչում մեքենայում, որը չեմ կարող բարձրաձայն միացնել արգելափակման պատճառով։ Եվ այսպես հասանք Ֆրանսիա, բոլորի ծանոթ մեր խանութը։ Ժորժան, ինչպես ասում են մեր տեսած գելը թող մեզ ուտի։ Որևէ բան նորմալ չկար, նույն սուտի խանութները դե այստեղ կար արդեն տեսակ, ուղղակի սեան էր հետաքրքիր, ասինք տեսնենք ինչ կա, այն էլ ոչ մի բան։ Հետ եկանք, քաղաքի մեջ չպտտվեցինք, որովհետև շատ ենք եղել տեսանյութ կտեղադրեմ կնայեք։ Հիմա մտնենք այստեղ մի քանի գնումներ ունենք, սննդային գնումներ, ակսիոն էլ կա այստեղ, ակսիոն էլ մտնենք։ Մի խոսքով տեսնենք ինչ են գնումներ անում, ինչ առևտուր ավելի ճիշտ անում։ Արև այնքան ուժեղ է, առաջի անգամ զգացի, այ մաշկիս վրա լավ ոնց որ ծովում ալնում, լավ վառում է տեղը տեղին։ Տեղավորեցի մեքենայի մեջ, դե ճանապարհ ընկնենք դեպի տուն։ Մինչ գնումները ցույց տամ, որ այսպեսի բան են գնել չինական, որ արագ պատրաստեմ, շատ սոված են եկել, ճիշտ է այնտեղ մի կտոր բան կերանք, Բելգիայում, բայց սոված ենք։ Մի խոսքով Ժորժանից ես արագ սարքեմ, մի քիչ էլ երեկվանից մնացած վախեց գետնի աղցան է մնացել, ես էլ արագ պատրաստեմ, սա էլ հավով է։ Դի մեջ ես պիցան էլ գնեմ, հիմա ցույց տամ էլ ինչ։ Վայ, շատ համեղ էր ես չինական նեմսերը, Կարֆուրի սարքածն էլ կասկածում էի, բայց հավի էր, դրա համար վերցրեցի, իրոք արտակարգ էր, շատ համեղ էր, դրա արդեն գիտեք իմ ավանդական աղցանը, սողախետ գետնով և արդեն ես թխվածքը մեր քաղաքում ասում ենք շոսոն օփում, այսինքն թխվածքաբլիթ է խնձորով, քաղցր չի, շերտավոր խմորով, ակցիա էր 6 հատը 3.50, մատչելի է, ջուտո շատ է սիրում, ես ջուտոյի համար միշտ հատուկ այդ թխվածքի խանութից որ գնում եմ, մի հատին տալիս եմ 2 եվրո, 1.95 նայաստեղ և 2.40 քաղաքի կենտրոնում, դե տեսեք մի հատին եմ տալիս, ես էլ վատ չէր, շատ զարմացրեց այս մոծակի հրապտերը մենք ունենք ապարատը, պետք է նայեմ տեսնեմ երբեմն հանում են վախեց ասի կարողա մի հատ դրած լնեն, մեկը գողանում են, ուրեմն ես 2 հատին ես մի տուփին, որ միշտ տվել ենք ամենասկզբում, որ ես նոր եկել է 3.50, անցած տարի 7.50, այս տարի 12.50, դե պատկերացրեք Ժորժան, բայց դե ստիպված էինք առնելու առանք, մի հատ է մնացել, որը արդեն շուտով ժամկետը կլարանա, մի հատը մի ամսվա համար է, այդպես եմ օգտագործում, այստեղ վայ ընկել է մրգային յոգուրտ, ես Կարենն է սիրում, քաղցր ես չեմ սիրում, չեմ ուտում, ուրեմն, տեսնեմ ճիշտ է վերցրել, հա, գնել եմ 2 տուփ բոլոր, մեկը ինտեր է լավ բաժանումը որ կատարել եմ, հետև լինի ոլոր պահեցված, տիտացորեն, սենց 3 փոքր տուփով վերցնում եմ, շատ հարմար է լինում, բիոն է, այս պահին դա էր, թթված էր, զերչված էր հունական պանիրը, աղցանների բանի համար կպատրաստեմ, կետչուպ, ամանների հեղուկ և կոյուղին էլի, ավելի շատ, որ խցանված խոհանոցին ընդհատված էլի, որպեսզի խցանումներ բաներ չլինի, մերթ այս հեղուկից լցնում ենք և արդեն մաքրվում է, խտացված մի տեսակ ժավելի ուժեղ խոտ է գալիս, այս պայուսակի մեջ այսքանը, հիմա ցույց տամ մյուս պայուսակը, արդեն պարզ է, մի հատ մեծ էլ խոհանոցի համար սա է, արդեն խոհանոցինը վերջանում էր, ուրեմն իմ հացից, ամբողջահատիկ ստորեն միալուրով պատրաստված, արդեն այս ձեր տուփով էլի երևի ակցիա է, որ տուփի մեջ է, Կարենի համար ընդմիջման այդպես սանդվիչներ եմ պատրաստում տանում է սուրճ, սուրճի պատմությունն էլ 6.50 է դարձել 2.50-ից
գինը այդպես է եղալ հիշում, բայց համեմատաբար ավելի մատչելի էր, որտեղ այստեղ էս ծաղիկով է, ինձ ֆրանսիացի ընկերուս խորհուրդ տվեց, որ արևածաղիկով միայն չգնեն այս ծաղիկով, որը շատ առողջարար է հիմա։ Չնայած միշտ գնում ենք մեկ սրանից, մեկ նրանից, այդքան խնդիր չի էլի։ Սա արդեն են բոլորի զույգը, այստեղ թուն ձկան պահածոյ աղցաններ ենք պատրաստում, համարյա նույն տիպի, ոնց որ ծովախեցգետինը, սերուցք եմ վերցրել, պետք է գալիս պահի տակ, բանջարեղեն բան պատրաստում եմ, սունգը հատկապես շատ համեղ է լինում, աղն է վերջացել աղը և շատ լավ տոպրակներ են, ջերմաստիճանը լավ պահող, այսինքն եթե անգամ շոք է, ներսը հացը չի բորբոսնում, չի շոքում, հացի տոպրակ եմ օգտագործում, վաճառում են եթե 41 սանտիմետր ինչքան է, ես էլ այդ տոպրակը, հաջորդ տոպրակը գնումների, ուրեմն այստեղ տեսեք ինչ եմ արել, այս բանկաներից կար աբսոտ միջին չափը այսպես պարզ ու հասարակ չէր, որովհետև ստեղին ունեցածը այդպես թափանցիկ է, իրար հետ կսազա, կնայեմ հետո, հիմա այս պայն 3 հատ բերեցի, մեծերից ունեմ չորացրած ռեհան է, ցիտրոն է, որ Հայաստանից բերել եմ, դրանք կլցնեմ, եթե կպակասի արդեն կիմանամ ինչքան է, մի խոսքով կամաց ասեցի, չէ, փոխելու եմ ես դրանք, ուրեմն այստեղ բան էինք արել, կերել ենք, մեջն եմ լսրել, որ չթափվի, ճիր, չամիշ, տխի, նուշ, այդ ձևի բաներ է, սա փակ է, դրա համար հանգիստ դնում եմ սեղանին, սնամ դա մթերքի կողքը, ալյումինի թիթեր, այս մետաղալարերից, թավաների բանի տակը, լավ արագ, հեշտ մի հատ պտտում եմ, մաքրվում է, սրանք քաղցրել են Կարենի համար, շեշտում եմ, և իր համար վերջապես պիտագույնի լավ գուլպաներ գնեցինք, կապայից է, ես էլ էլի լոտոյի չգիտեմ ինչ է հարմար են, սրանք մեծ են, օրինակ կան, որ էլի 39-42 է գրած լինում, շատ փոքր է լինում, ուրեմն ես ենք գնել, այստեղ էլի քաղցր սնիկերսը, այդ բաներից մի քանի կուպ, մոտիկից ցույց կտամ, սա էլի նույն ձևի արևածաղիկ էր մաքրած աղցանների բանի մեջ, լցնում եմ շատ հարմար է լինում, և այստեղ էլի նման մի բան, տարբեր գույներ էին, մտածեցինք համերը տարբեր կլինեն, դրա համար տարբեր վերցրեցինք, հիմա մոտիկից սա ես ձեզ ցույց տամ, ու արդեն ցույց կտամ, թե վերջապես Բելգիայից մի բան գնեցինք, թե չգնեցինք դա։ Ահա մոտիկից նայեք, այս հացաների համար, ալյումինի թիթեղ, փաթաթում եմ սրանով ընդմիջման այդ ուտելիք սանդվիչները, սրանք էլ այս ընդեղենի տեսակները, անտեսից հետո կիմանանք որն է, չնայած այս հիմնականում այս բաները Կարենը պիտի տանի իր մեքենան դնի Ժորջան, իր Պերեդիվի համար, ինքը դե գիտե քաղցրակեր է, սա էլ խոզապուխտի բարակ տեսակն է, այսպես են այստեղ անում, ժամբոն են ասում, եգիպտացորենը, գարոխը, սերուցքը, աղը, սուրճը, այս բաները, որ վրան պիտի դնեմ, խվածքը, յոգուրտը, պանիրը, թթվասերը, սա էլ ձեթը, ամանների հեղուկը, կետչուպը, հացը, այստեղ ունենք հացական կոնսերվան թոնի, այստեղ բանկաներն է և արդեն մեր գուլպաները, սա էլ այդ հեղուկն է։ Այսքան գնումներն է Ժորջան, գրեթե բան չկա, բայց տվել ենք իրար հետ ընդհանուր առևտուրը, մի մասը ակցիոնից էին գնել այս մի քանի բաները, միասին իրար հետ վճարել ենք 115 եվրո, բան չկա, որ սնդայում ես, բան չկա գնաց, հələ մոռացա սոխ գնել, մրգեր չկար, հետո ինչ էլ որ կար շատ թանկ էր, նո այդքան մեր ուզած մրգերից չկար, մի խոսքով հələ մրգերեր չենք առել, պատկերացնում եք, մսերն պետք է անենք չնայած հələ դեռ ունեմ,
ինչ եմ ուզում ասել, ամեն ինչը թանկացրել են։ Նախկինում որ 50-ից 70 եվրոյի գնումներ էին կանում մի շաբաթվա համար, այսինքն 2 անձի համար։ Հիմա 2 անձի համար մինիմում, եթե սա 100 է, 100 գցեմ, կլորացնեմ 100, միսը եւ էլի մրգերը բանը իրար հետ, մինիմում չնախատեսված ծախսերը չեմ ասում, մինիմում է 250 եւ ավել գնում է։ Կախված թե ինչ է սարում, ինչ գնի եւ որտեղից է սարում։ Հələ այսքանից զատ պիտի գնումներ են անում դիզնու հայկական, այսինքն այնպիսի բաներ որ չկան այս խանութներում։ Կարճ ասած, շատ թանկ է ամեն ինչը, բայց դե ինչ արած, արդեն հարմարում ես, տեսնում ես որն է անհրաժեշտ, որը չէ, հələ դեռ էլի պիտի մաքրման է ձևի նյութեր առնեմ, այս պայն մի քիչ ունեմ, յոլա կտանեմ, մինչև որ արդեն առևտրի գնանք։ Հետո բաներ կա, որ այդ խանութում չի լինում, ինչ ուզում ես գնես, այդտեղ չի լինում։ Արդեն ուրիշ խանութից ես գնում։ Հիմա սոխը մոռացել եմ, գլուխ սոխը, չնացուցակ էի գրել, բաներ կար մոռացել եմ։ Մենք պիտի նաև ջրի ֆիլտրը այդ բաներից առնեինք, բայց արդեն Կարեն ահա որ հոգնել էր, վատ էր, շուտ եկել ենք, ասեցի լավ, թող մնա այդ ջրի ֆիլտրը, այստեղ ենք մենք գործում, դնում ենք, մաքրվում է, մի ամիսը մեկ փոխում ենք, հիմա ամսի 15-ին մի ամիսը լրանում է, դեռ ժամանակ ունենք, դրա համար ասեցի վրազը չի, սրանք գնումները արեցինք, շտապ ենք տուն, հետո էլ ահա որ շոկ է, շոկից է երևի, այսօր նոր ես զգացի, տես անցած անգամները, որ սաստիկ էր մեզ մոտ շոկը, մաշկս չեր վարում, արևի ուժը հիմա ավելի շատ է, ոտքերից դե շորտ էի հագել, ոտքերից, թևերից արևը ուժը խփում է, չնայած խանութների մեջ կոնդիցիոները շատ, բայց ամեն դեպքում։ Մի խոսքով առևտրին վերջ չկա Ժորժան, չկա, անընդհատ առևտուր։ Սրանք է բացած տուփերս են, այստեղ ընկույց կար, և չիր է կտրատած, չգիտեմ ես ինչ է, կարծես խնձորի լինի, ընդհանուր, այսպես խառը շատ լավ է։ Իհարկե տուփը որ նայում ես հարմար է գնելը, բայց որ կիլոգրամ ես վերածում, թանկ է դուրս գալիս։ Ահա ինչքան լավ սպիտակ փոփոք է։ Ազիվ նստեցի։ Այնքան ես ման գալիս այդ առևտրի կենտրոններում, մի լավ սպորտ ես անում։ Այում բիո փոքր երեխեքի համար շորեր էին վաճառում մեր կենտրոնում, գնել եմ, շատ լավն են որակապես և երեխայի առողջության համար լավ։ Բայց հիմա ու ամենտեղ, որ զեղչեր են անում, ինձ թվում է պայծներում ինչքան մնացած ապրանք ունեն, բերում են ու լցնում են։ Սուրճ եմ դրել արդեն, տեսակ, սուրճս խմեմ ու ձեզ ցույց տամ, թող մի քիչ հովանա, այս երկու ժագժոմի բան ենք արել, այդպես համարային մայկաներ, տղա երեխու համար, սենցան սիրուն ծալեր էր, այդ աղջիկը հետն է որ երկու հատարը ասմա նվերեք դար ասում ասմա փակ եմ, ստեղ ասում եմ դե փակի ինչ ասեմ փակի գինը որ չերևա այլ որ դե ասում ես նվեր եմ տանելու իրանք ասում են գինը փակենք, ահա փակեն չփակեն հիմա մենք այս սիրուն բաները պիտի նվեր տանք, որակը լավն էր, ես ուրիշ բան էի նայում նաև փոքր ռազմերներն էր դրած, ասեմ ձեզ XS, S, մեծ համար չկար, ես նույնիսկ տղաթոռնիկիս էի ուզում նայեի, բայց ինքը այս ձևի նկար չի, բայց այդ ձևի դրած բաներով չի հագնում, հետո դժվար է իրենց համար բան գնելը, պտտվեցի, ընդեր լավ խանութ կար, որ Կարենի համար անցած տեսանյութում ցույց տվեցի, բան էին գնել, կոֆտկա, նմանատիպ բան կար նույն խանութում, բայց ինտերնետ չունեի, մինչև նկարեցի ուղարկեցի, հետո հիշեցի, որ չի գնում տեսանյութս, վիդեոյի է արել էլի, մեկ խոսքով ժողովուրդ ջան, ուրիշ բան կգնեմ, ես ինքս կպտտվեմ այստեղ մեր քաղաքի կենտրոնի խանութները, մենակ, հանգիստ, թե չէ Կարենի հետ լավ տեսնում եք, արդեն գնում ենք,
երկարինքը չի կարող մնա, շտապեցնում է, արդեն լարվում է, ես էլ բան կա նույնիսկ նայում եմ մոռանում եմ։ Անգամ Բելգիա են գնում, մոռացել եմ անձնագիր վերցնեմ կամ Ֆրանսիայի քարտս վերցնեմ, անջատված դուրս եմ եկել։ Հետո ճանապարհին հիշեցինք, ասինք լավ, հիմա կանգնացնենք։ Այն էլ լավ էր անցանք։ Դեստեղ սահմանների վրա մարդ չի կանգնում, մեկ լնումա ստուգում են։ Չնայած այն տարիներ առաջ որ ընդհանրապես թուղթ չունեի, անցնում էինք, ռիսկ էի անում։ Այն ժամանակ մի օր ստուգումներ էր, մենք սահմանի վրա արդեն Բելգիայից մտնում ենք Ֆրանսիա, կանգնացնում են ու ստուգում են դոկումենտներ, բան, նայում են մեքենան են նամ, քեզ են նամ, դանդաղ սենց գնում ենք, թուղթ չունեմ, սրտս գցում ասում եմ, Աստված ջան, թես ինչ ռիսկ արեցի, գնացինք, բան ունեմ, էլի, սենց ժամանակավոր թուղթ, քարտի փոխարեն, էլի, քարտ դեռ չեմ ստացել, նախորոք է տվել։ Աստելով, դրանով է չի թույլատրվում։ Մի խոսքով եկանք հասանք, որ պիտի մեզ ստուգեն, դե սենց ստացար։ Սենց արեց, անցեք, անցի բայ ապրեք դուք, հա։ Իմ սուրճից բերեցի լավ էր կաղամ, ես մինչև են սուրճից չեմ խմում, որև բան չեմ հասկանում, ուզում եմ 10 սատ ապարատի սուրճ խմեմ, բան չեմ հասկանում։ Այսքան բան սիրելիներս, դե ինչ ասեմ, ես սուրճս խմեմ, արդեն դեղ տեղավորեցի, պաստորին ընկյուզովը ավելի լավն էր։ Ես տեից չեմ առնում, մենք որ առնում ենք կիլոյով, տեսել եք նուշ բան, ինչ որ պետք այդ ենք առնում, ընկույզը անցած անգամ ընկույզ է առել։ Այս ընթացքում աղցաներ, որ անդադ պատրաստեցի, ընկույզը վերջացավ։ Մի հիշեմ, որ այծեի մանր մունր բաներ կա, որոնք ես եմ առնում, էլի։ Իսկ մեծ խանութներում դա գտնելը դժվար է։ Մի խոսքով սիրելի հետևորդներ, այս էլ էսպես շոկ, այս հաճորով, հələ ուր հասանք, առևտուր նայեցինք, եկանք, հոգնեցուցիչ էր։ Կհանդիպենք, լավ մնացեք։ Բարի Կիրակի սիրելի հետևորդներ, բարի վարդավար, բարի լավ տոն, թող այս տոնական օրը, որ նայում եմ հեռուստատեսությամբ ինչ է կատարվում Երևանում, ուզում եմ, որ այդ օրը միշտ հարատև լինի, միշտ ուրախ ու երջանիկ լինեն իմ հայերը, իմ հայ ազգը, կարճ ասած հաճելի է տեսնելը, բոլորիդ բարի վարդավար, ջրոցի, վարդևոր, վարդավար, ինչպես որ մարզում ասում են։ Մի խոսքով սիրելիներս Կիրակի է, արդեն հասկանալի է, հուլիսի 12-ն է, դե երեք որ արդեն խանութներ գնացինք, ձեզ արդեն ասեցի, որ դեռ այս գնումները այն չեն ինչ որ պիտի լինեին։ Հիմա ես տանից դուրս չեմ եկել, տան գործերով իհարկե, շոկը ուժեղ է այսօր, և մի քիչ ուզում եմ ինձ խնայել, չնայած մի պահ ցանկացա տանից դուրս գալ խանութներ գնա, բայց հետո որոշեցի, որ վաղը դուրս կգամ, այսօր լիարժեք հանգստանամ, շոկի պատճառով շատ չեմ էլ քնել, շուտ եմ արթնացել ու հանգստանալ, մի խոսքով էփել, թափել, այսօր Կիրակի այդ գործերով կզբաղվեմ, որ խանութներ եմ դուրս գալիս, ժամանակը քիչանում է։ Ինչ գնումներ ենք արել, Կարենը։ Ուրեմն մի քանիսը հանեցի, հետո հիշեցի, որ կարելի էր ցույց տալ, թե չէ իրար հետ կանենք։ Ուրեմն ձմերուկ, մոտիկից ցույց կտամ, չգիտեմ, մի քանի տեսակի խանութներ եմ մտել, որտեղից է, ինչ է գնել, մոտիկից է, մեկը քաղցրեմ, մեկը ոնց որ մեր կարտոֆիլով պերաշկին լինի, վարունգներ, փոքր վարունգներ է, խաղող, ինքը խաղողի սիրահարա, թեզ որտեղ խաղողնա, որ քաղցրելա, չգիտեմ քաղցրա, թե չէ, դեղց, նեկտարին, միասին, այս թան է, թուրքական կամ արաբական երևի, չգիտեմ, սա մածուն է նույն երկրի, ոչխարի պանիր, չնայած պանիր ունենք, բայց ինքը գնել է, և այս եմիշը, որ թուրքական էր, ասեց ոնց որ թուրքական է, լոլիկ, որ ունենք, բայց գնել է, ասում եմ ապրեց, ինչ է գնել, ավոկադո է գնել, ավոկադոն տեսնեմ, որից է գնել, չէ սովորել, չէ նայելու, կոնտրոլ անելու, թե վայ ես չէր պետք է հետ պետք,
Դե ես ասում եմ քիչ-քիչ բեր, բայց բերում եմ։ Հիմա լոլիկ սրանից շատ ունենք։ Մի երկու օր առաջ էլի գնումներ էր արել։ Դրանք ձեր բնականաբար քիչ չեմ տվել։ Հա, այս լավ ավոկադոից է։ Ուրեմն, այստեղ ինչ ա բերել։ Այս ինչ ա բերել։ Միրգ ա բերել։ Տեսնենք, ինչ միրգ ա բերել, որ սենց փաթաթալ բաներով։ Խնձոր։ Ոյքոր։ Խնձոր է բերել։ Ես խնձոր եմ սիրում, ես հաստատ բերելա, որ հələ հանտեսինք։ Այս էլ խնձորի ուրիշ տեսակ։ Առանց խնձորի հնարավոր չէ, ինձ համար հեսա նոր տանձեր, փոքր տանձեր, սեզոնի բան է։ Այստեղ ինչ է բերել։ Սմբուկ, ինքը սմբուկ չի ուտում, ես տեսնեմ ինչ եմ սարքում, երևի գարնի երախ կպատրաստեմ, որը որ ինքը ուտում է համեղերին, այդ կպատրաստենք միասին, այստեղ ծիծակներ, բիբարներ, բայց շատ արտակարգ հոտելավն է և այսպիսի վարունգ է բերել, գներ չգիտեմ, չեմ կարող ասել ինչ գներ է և այսպիսի վարունգ, այս մածունը հատուկ բերել է, որպես լավ մածուն նման է մեր հայկականին, որ ես պատրաստեմ մակրոշկա, անցած անգամ մակրոշկա արեցի, ինքը չխմեց, ասես լավը չի և մեր սիրած սևանի լավաշները կդնեմ մեկը սարցախցի, մեկը արդեն կդնեմ վերև շաբաթվա ընդմիջման համար շատ հարմար է, այստեղ ունենք հայկական արտֆուդի խավիար և քանի որ վերջին գնաց կատնաշորները լավ չեն կերել, մի հատ է բերել, ճիշտ է արել, բաներ կա, որ պահի տակ չես ուտում, էլի արդեն, այս էլ էլի թաներ է, որքան որ հա, հասկացամ, վերջ, այս էլ է ժորջան, ահա, որ ասում եմ, գնումներ, էսա, ու տեսնեմ ինչ եմ եպում, տավարի միս եմ արդեն եպել վերջացրել, երևի տենց մի քիչ հագանի են ասում, էլի շատ քիչ ջրով, այսպես բանջարեղենով պատրաստեմ, կանաչ լոբի է ուզել չեր եղել, կանաչ լոբի, չնայած համեղ չի, բայց էլի ես համով սարքում եմ։ Մի խոսքով, այս էլ ես գնումներ է ժողովրդյան, կիրակի է, արդեն ասեցի, լվացքը փռել եմ, սրանք տեղավոր եմ, ճաշը եփեմ, տները մաքրել եմ, վերջացրել եմ, լվացել եմ հյուրերիցս հետո, հիմա դեռ այդ լվացքներն անում, մի խոսքով, քանի որ վաղվանից էլի կգան այս աշխատողները և էլ հնարավոր չի լինի, լվացք փռելը դե ես դրսում եմ փռում, սիրում եմ հիմա այլ որ այդ երկաթները արդեն հավաքել են, արևը ուղիղ գնում է պատշկամբում հենց լվացքի վրա, լավ խշխշան չորացնում է, այսքան բան է։ Շորջան, սխալ էի հասկացել, ինձ թվաց թե արաբական խանութից է առել, բանից պարզվում է հայկական խանութից է գնել այս թանը և խմելուց հետո ասում հազիվ նորմալ, մեր հայկական համեղ մածնաթան խմեցի, ահա, այսպիսին է, եթե սիրում եք կարող եք հայկական խանութից գնել։ Սա է ժողովրդյան, չինական տանձեր, տանձեր, սենց ասեմ, եթե սիրում եք գրեք մեկնաբանություններում, ես առաջին անգամ էի ուտում, ինձ թվաց թե խնձոր էր։ Սա էլ օրվա ուտեստը ամառային հագանի բանջարեղենով ավելացրել եմ ընդամենը մի քանի մակարոնի հատիկներ, շատ համեղ է ստացվել, տեղը տեղին և ունեմ նաև չորաթթու, այո ամռանը պատրաստել եմ չորաթթու, որը շատ համեղ է ստացվել։ Ցտեսություն, կհանդիպենք։